Շողակնում ցեմենտի մինիգործարանի բացման հեռանկարը անհանգստացրել է բնակիչներին, եկել են լսումների ու արդեն մտահոգ են։ Շողակնի վարչական ղեկավար Սմբատ Բաղդասարյանն ասում է, 70-ից ավելի զանգ է ստացել այգետերերից ու տնատերերից։ Զավոդի 4 կողմ այգեգործականա վերև է, 36 հեկտար վարելահող, որ օգտագործում են ծորեն, գարի։ Մենք դրանից յուղացում որ թողենք հիմնական դա։ Վնաս չի թե ցանկային տարածությունների։ Ընդամենը 70 մետր հեռավորության վրա կարտոֆիլի պանջարեղենը հիմնված 76 հատ զանգ են ստացել այդ այգեգործականներից։ Լսումներ հրավիրած Նորթ Ինվեստից փորձում են փարատել շողակնեցիների մտավախությունները։ Չինական փակ տեխնոլոգիական ցիկլով աշխատող ժամանակակից գործարան է լինելու, ժամում մինչև 7 տոննա արտադրողականությամբ, շատ աշխատատեղեր տեղացիների համար, բարձր աշխատավարձով, սոցիալական ծրագրեր գյուղում, շրջակա միջավայրին էլ չեն վնասի։ Ամենակարևոր սարքավորումները դրանք փոշի կլանող ֆիլտրներն են, նախատեսվում է մինչև 6 հատ տեղադրել եվրո ստանդարտներին համապատասխանող ֆիլտրներ։ Ջուր չենք օգտագործելու, բնականաբար կեղտաջրեր չկան, նախատեսում ենք 30-ից մինչև 60 աշխատատեղ։ Շուրջ 60 բնակչով շողակնում մարդկանց մեծ մասը դեմ էր։ Վահան Ադամյանը առողջության հետ կապված ռիսկեր է տեսնում։ Հարևանն էլ չի ուզում, որ իրենց հաշվին ոմանք հարստանան։ Ջրի պրոբլեմ կլինի, օդի ավտոտասյան պրոբլեմ կլինի, ամեն ինչ կլինի։ Ոնց որ ասած մտերիամ կոմ ոդը չի տրիկոտ է։ Առողջության հաշվին չեն ուզում։ Ստեղ ինչ որ Ուրեմն շատ լավ որոշ մարդիկ էս ժողովրդական մեղվաբուծական մեղուի վրան ազդում է։ Կոնկրետ իմ որոշումը ես դեմ եմ։ Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը Արագած ներդրումային ծրագրից խոսեց, ասաց նախատեսվում է տարածաշրջանում հիմնել էկոգյուղատնտեսական նոր գյուղ, 300 մինի ֆերմաներով ու հյուրատներով եւ տուրիզմ զարգացնել։ Արա իդեալական լինի, որ որևէ մինուս լինի, բայց պետք է մենք հավասարակշռենք, հասկանանք, էլի համայնքը մեր ժողովուրդը դրանից ինչով է օգտվելու։ Պետությունը խոշոր ներդրումներ է արել այստեղ, տուրիստական կլաստեր ստեղծել, ծնունդով շողակնից Վահրամ Ասատրյանն է ասում։ Առաջարկեց ներդրումները բերել տուրիզմի ոլորտ։ Ապարանի տարածաշրջանը պետք է Հայաստանի Հանրապետության տուրիստական կլաստերներից մեկը լինի։ Հիմա ոնց է կարծում, շվեյցարացի տուրիստը, եթե տեսնի այստեղ ցեմենտի գործարան կա, ինքը կարելի է նախագիծը փոխեք, հյուրանոց կառուցեք։ Այնքան անվնաս արտադրություն ենք հիմնելու, որ գործարանի հարևանությամբ նաև հյուրատուն բացելու պլաններ ունենք, հակադարձեց Նորթ Ինվեստի տնօրեն Արթուր Հարությունյանը։ Ապարանում գործում է շնչառական խնդիրներ ունեցող երեխաների առողջարանը, որքանով է համատեղելի նման արտադրությունն այստեղ։ Ապարանում ավականու ընդդիմադիր քաղաքպայմանագիր խմբակցության ղեկավար Սևակ Սաֆարյանն է հարցնում։ Քաղաքացու ձայնի հետ զրույցում նա կիսվեց այլ մտահոգություններով եւս։ Ինչքան էլ դրանք ասում են 10 հատ գալու է, 10 հատ գնալու է։ Կարող է 110 հատ գալիս, 115 հատ գնում է։ Այդ ճանապարհը իր ժամանակից ավելի շուտ է քանդվելու մեծ բեռնատարի ակների տակ։ Ու իմ համար անհասկանալի էր, թե ինչու իրանք որ արտադրում են, ենթադրենք ամիսը 1500 տոննա ցեմենտ, որի գերակշիռ մասը ծախսվելու է իրանց Աբովյանի գործարանում, ինչ են բերում ստեղ արտադրում, հետ տանում այնտեղ օգտագործեն իրանց գործարանի արտադրության մեջ։ Երնջատապում լսումներն անցան ավելի բուռն։ Վարչական ղեկավար Հրաչյա Սահրադյանը հենց սկզբից ասաց, որ դեմ է եւ պաշտպանում է բնակիչների դիրքորոշումը։ Ձեզ չենք հավատում, հնչեց դահլիճից։ Այստեղ արտադրած բլոկը մեծ թանկ գնով էիք վաճառում, թեև հակառակը խոստացաք։ Հիմա որ այս տարածքում ցեմենտի գործարան լինի, անձամբ դուք այդ հողատարած տեղ չեք գնի։ Դուք եթե ուզենաք այդ տարածքը քաղաքացիներ, դուք արդեն այլ այս գյուղը ջուր չունենալու։ Երկրորդ ես գյուղի հողի գները ինքնին իջնելու է։ Ու ես վստահ չեմ, որ այդ վերահսկողությունը լինելու է, որ ժամանակ առ ժամանակ այդ ֆիլտրները փոխեն։ Երնջատապի բարձր դասարանցիները լսումների էին եկել, մեր գյուղը գործարան չէ, մի ղեղեք մեր երեխաների ապագան ու այլ գրառումներով պաստառներով։ Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել ու շուրջ 200 ստորագրությամբ փաստաթուղթը Ապարանի համայնքային իշխանություններին փոխանցեցին։ Ուսուցիչներից մեկը մտավախությունները բարձրաձայնեց։ Ես մեր գյուղից մինչև Ջերմուկ հետևել եմ, որտեղ կա ցեմենտի գործարան, որտեղ կա չգիտեմ ինչ արտադրություն, այդ տարածքում ամեն ինչ չորացած է։ Ես ուրախ կլինեի, որ տանեիք ձեր գյուղում տնեիք։ Թող ձեր բարեկամներն աշխատեն, ձեր հարազատներն աշխատեն այնտեղ,
աշխատանքի խնդիր չունենք։ Երնջատապից Հաբետ Խալաթյանը քաղաքացու ձայնին պատմեց Նորդ Ինվեստի հետ առնչվելու նախկին դառը փորձից։ Մի քանի տարի առաջ ասաց պեմզաբլոկ էին արտադրում, մեր ջրից օգտվում, մենք էլ դույլերով ջուր էինք հավաքում։ Այս նախագծին դեմ է։ Մի 3 տարի անց պեմզաբլոկ արտադրեցին, նույն ջուրերն լիացրած, դրանք պեմզաբլոկ են արտադրում, մենք ջուր չունեին։ Խապում են նասոս դրանք սկսին սխալ խոսալ եւ ոչինչ ման, հենց դա է վերում։ Հիմքի որ դրանք սուտ են։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով Նորդ Ինվեստ ընկերության 100% բաժնետերը Հայաստանի քաղաքացի Վահան Աստեյանն է։ Իրական շահառուների հայտարարագրով ընկերությունը հիմնվել է 2016-ին Արեկ Պլյուս անունով, 2024-ին անվանափոխվել Նորդ Ինվեստ։ 2018-ից իրականացնում է ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանում եւ շինանյութերի արտադրություն, մասնագիտացած է նաեւ կապիտալ շինարարության մեջ։ Ընկերությունը մայրաքաղաքի Ավան թաղամասում կառուցել է հյուսիսային փայլ բնակելի համալիրը, ունի նաև բետոնի եւ պեմզաբլոկի արտադրություն։ Ընկերության տնօրեն Գևորգ Գաբրելյանը ասաց, Արագածավանի մինի գործարանի փորձն են ուզում բերել։ Խոսքը պեմզացեմի արտադրության մասին է, որը շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու։ Ամենաշատը 1 կամ կես պարկ ցեմենտի փոշի է լինելու, լրացրեց գործընկերը Արթուր Հարությունյանը։ Մեր գյուղում գրեթե չունենք աշխատատեղի խնդիր, туриզմ ենք զարգացնում ու ոչ մի ռիսկ մեզ թույլ տալ չենք կարող, կտրուկ արձագանքեց նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Այն կես մեշոք փոշու ռիսկներ մենք մեզ թույլ տալ չեն կարող։ Գյուղի կարծիքը բացասական է, համաձայն չէ։ Հաշվի առնելով երկու բնակավայրերում բնակիչների դիրքորոշումները 30-օրյա ժամկետում ապարանի ավականին համաձայնության կամ անհամաձայնության որոշում կկայացնի։ Քաղաքացու ձայնը ապարան խոշորացված համայնքի, Շողակն եւ Երնջատապ բնակավայրերից։